Ողջույն իմ շատ սիրելի հետևորդներ, ինչպե՞ս եք։ Հույսով եմ, որ շատ լավ եք, որովհետև ես շատ լավ եմ, չնայած որ առավոտ շուտ ունենք բազմաթիվ պատվերներ, շատ հոգնած եմ, շատ աշխատանքներ եմ կատարել, բայց շատ մեծ սիրով, մեծ ուրախությամբ եւ ասեմ, թե անհամբերությամբ սպասում եմ, երբ պետք է նկարահանեմ ինչ-որ պետք է այսօր պատրաստեմ ձեզ համար, որպեսզի մեծ սիրով ներկայացնեմ ձեզ։ Անչափ շնորհակալ եմ ձեզանից, սիրելիներս։ Ասեմ, ես կարող եմ օրվա մեջ շատ զբաղված լինեմ, շատ զբաղված եւ չկարողանամ պատասխանել ձեր նամակներին, ասեմ, որ կներեք ինձ դրա համար, շատ ժամանակ չունենալու պատճառով է դա լինում, նես չի, որ ես չեմ ցանկանա պատասխանել ձեր հարցերին, ինչով կարողանում եմ, պատասխանում եմ, ինչով էլ որ կկարողանամ կօգնեմ ձեզ։ Ուղղակի այս պահին ես կուզեմ այս ձևով իմ շնորհակալությունը հայտնել բոլորիցդ ինձ նման ձևով վերաբերվելու համար։ Այսօր ինչ եմ որոշել պատրաստել ձեր համար։ Որոշել եմ պատրաստել մեր հայկական, ավանդական, ամենահամով, ամենահիանալի մածունով գաթան։ Մածունով գաթան ես էլ ինչպես մյուս վիդեոներում ամենայն մանրամասնորեն եմ ներկայացնելու, թե ես ինչպես եմ պատրաստում։ Ճիշտ է, շատ հետևորդներ գրում են, որ ոնց է դուք ամենայն մանրամասնությամբ եք ներկայացնում, առանց գաղտնիքների, առանց որևիցե բանի, ասեմ, ես ունեմ մի այսպիսի բնավորություն։ Եթե ինձանից ինչ-որ մեկը բաղադրատոմս է ուզում անելու համար, ես կամ չեմ տալի, կամ տալու դեպքում պետք է ասեմ լրիվ ճիշտը, չեմ սիրում խաբել։ Այդ իսկ պատճառով, եթե ես ձեզ ներկայացնում եմ իմ բաղադրատոմսը, ապա պարտավոր եմ ամենայն մանրամասնորեն, ամենայն գաղտնիքներով ներկայացնել ձեզ, որպեսզի ձեզ էլ հասանելի լինի, որպեսզի դուք էլ կարողանաք պատրաստել իմ պատրաստած եղանակով։ Այս պահին ես պատրաստվում եմ գնալ խոհանոց և պատրաստել մեր հայկական ավանդական մածունով գաթան։ Դե գնացի։ Սկսում եմ մածունով գաթայի պատրաստումը։ Նախ ասեմ, որ մածունով գաթան ես փորձում եմ մեկ բաժնով, մեկ բաժինը ինքը 1 կիլոգրամ ալյուրով եմ փորձում։ Ես ինչու եմ ամեն ինչը փորձում մեկ բաժնով, որովհետև ամենաճիշտը իմանալը դա մեկ բաժինն է։ Եթե դու ցանկանում ես կիսել կամ կրկնակի բաժին պատրաստել, ու արդեն դու կարողանում ես հեշտ հաշվարկել, ոնց ինչ լինի։ Իսկ եթե հիմա ես ձեզ ներկայացնեմ մեծ քանակությունը, որ ես պատրաստում եմ ամենը, ապա ձեր մոտ խնդիրներ կառաջանան, թե ոնց բաժանենք, ինչ լինենք, դրա համար է ես ձեզ ներկայացնում եմ մեկ բաժինը ոնց է արվում։ Մեկ բաժին մածունով գաթա ստանալու համար մենք պետք է ունենանք 1 կիլոգրամ ալյուր։ Ես ալյուրը նախորոք արդեն իսկ լցրել եմ միքսերի ամանի մեջ, ինչ ենք ավելացնում։ Ալյուրը 1 կիլոգրամ, կարակ 270 գրամ քաշը վերցնում ենք եւ իրանց այնքան որ սենց մանրացնում ենք, շատ է պետք չի, որովհետեւ ես դնելու եմ հեսա մեր հարիչը հարի եւ համասեր զանգված ստանանք, այնքան որ օգնում ենք, էլի ուջուր իրանք փոքրացնում ենք, էլ եթե իրան սենց ամբողջական գցենք մեջը, ինչքան էլ հարի, մի քիչ ավելի վատ արդյունք կստանանք ու ժամանակ կգնա։ Դրա համար է մի փոքր ժամանակ ընդամենը տանելու, պետք է սենց այնքան որ սենց կտրտելու ենք իրան, այսպես կտրտեցի, սենց մի փոքր այնքան որ ալյուրոտ եմ անում, սենց խառնում եմ իրան, եւ ավելացնում եմ, ասեմ, որ մեր մածունով գաթային գնալու է ալյուր, կարակ, դրոշ, սոդա, աղ եւ մածուն։ Ես ձու չեմ օգտագործում, սիրելիներս, ընդհանրապես ձու չեմ օգտագործում ու հավատացեք, առանց ձրի ինքը ստացվում է շատ լավ, շատ փափուկ, խրխրթան խմոր։ Հիմա այս պահին ավելացնում եմ մի հատ այսպես թեթև, թեյի գթալ սոդա, նույն այդ չափի ավելացնում եմ դրոժը եւ այդ նույն չափի աղը։
ավելացնում եմ, հետո ես մածունը այս պահին չեմ գցնում, թողնում եմ, որ տանելու եմ հեսա միացնեմ եւ ամբողջ մասան ինքը խառնվելու է ու լինելու է ասենց ոնց որ խորիզ։ Ոնց է դուք ստանում խորիզը, ինքը լինում ասենց ոնց որ ավազային հատիկներ, նույն ձևով է լինելու է մեր խմորը, անելու եմ այս նասատկով, նայեք, այսպիսի, եթե ձեր միքսերն ունի այսպիսի, ապա դրանով ենք անելու եւ հարելու ենք ամենացածր աստիճանով, 1 աստիճանով եմ ես անելու։ Հիմա տեղադրեմ միքսերը, ահա տեղադրեցի, ամրացնում եմ, որպեսզի դուրս չգա, պետք է լավ ամուր անել։ Ստուգում եմ, որ ինքը գտնվում է 1 համարի տակ, որպեսզի կարող միամիտը տես միացնեմ ու 3 լինում ամբողջ ցենց ալյուրը ամբողջ տարածքով 1 լինի։ Դրա համար ես միշտ ինչը որ եղանվանը քանակի տակ եմ թխել անելու, անպայման մի հատ ստուգում եմ, էլի, ասում եմ մարդես հանկարծ ուժեղը չլինի, ուսես չթափվի մասան։ Եվ միացնում եմ։ Ասենք որ սրան րոպե պետք չի, թե ինքը ինչքան ժամանակում պետք է պատրաստ լինի, դա դուք պետք է հասկանաք, երբ որ հասկանաք, որ խմորը արդեն խմորի մեջ կարագ չկա եւ ինքը եղել է խորիզանման զանգված, դուք պետք է այդ ժամանակ հասկանաք եւ հետո արդեն կպատմեմ, թե ալյուրը մածունը ոնց ենք ավելացնելու։ Անցել է արդեն ահագին մոտավորապես մի 10 րոպե եւ ես փորձում եմ տեսնեմ, թե ինչ տեսք ունի հարելուց հետո։ Ստուգում եմ, նայեք, որ ինքը խորիզանման զանգված է եղել, նայեք։ Ոնց որ խորիզ ինքը գլատկիացել է ու պետք է լինի ինքը այս վիճակով։ Անջատում եմ եւ ավելացնում եմ 1 բաժնի համար 1.5 լիտրանոց բանկա մածուն։ Ավելացնում եմ մասային։ Մածունը լցրեցինք մեջը եւ նույն 1 համարով սկսում թողնում միացնում, որպեսզի հարի։ Այդ ժամանակ դուք նայում եք, էլի տեսնակ, թե ինչպիսի մասա է ստացվում, մարդես կարող է ալյուրը ինքը ավելի շատ մածուն պահանջի կամ չպահանջի, բայց սա հավատացեք իրանը նորմալ չափ է, էլի նման տեսակի խնդիրներ չի առաջանա, բայց ես միշտ անում եմ ու դա միշտ ես գալիս եմ ուշադիր նայում, ասում եմ տեսնենք նորմալ է, նորմալ չի, ես միշտ այդպես եմ անում։ Հեսա թող հարի մի 5 րոպե, արդեն կցույց կտամ ձեզ պատրաստի խմորը։ Ահա վերջացրեց խմորի հարելը։ Հանում եմ, նայեք, պետք է ստանանք այսպիսի համասեռ զանգված։ Ինչքան էլ ասեմ, որ միքսերը հարում է կամ ինչ-որ մի բան, հանելուց հետո դուք պարտադիր անպայման իրան ձեռքով պետք է հունցեք, ձեռքի հունցելու աշխատանքը շատ կարևոր է, համել որ դուք հասկանաք ինքը ինչ տեսակի խմոր է ստացվել, ինչ ձև կլինի հեշտ աշխատելը, պետք է իրան այսպես լավ սեղանի վրա, այսպես արագությամբ հմտորեն իրան այսպես հունցել, ալյուր պետք չի ավելացնելու, իսկ եթե հանկարծ կհասկանաք, որ խմորը մի պուճուր թույլ է ստացվել, ինչ որ կպնում է ձեր ձեռքից, նայեք իմ ձեռքերից չի կպնում։ Առանց ալյուրը չեմ, նայեք, այսպես ես տրորում եմ, բացարձակապես իմ ձեռքերից չի կպնում, իսկ եթե հանկարծ դուք կնկատեք, որ կպնում է ձեր ձեռքերից, ապա մի պուճուր ալյուր արեք ու սկսեք շարունակել հունցել, պետք է ստանաք այսպիսի զանգված։ Հիմա ես խմորը, հեսա կտեսնեմ, թե ինչքան է կազմել, կբաժանեմ 2 հավասար գնդերի, որպեսզի հեշտ կարողանանք աշխատել։ Ասեմ, որ այս խմորով կարող եք նաև անել կլոր գաթա, նույն խմորը բացել, մեջը խորիզ ու անել մեր կլոր հայկական գաթաները, շատ լավ է ստացվում։ Հիմա տեսնենք ինչքան մասա ենք ստացել։ Կիլո 800 գրամ մասա ենք ստացել, կիլո 800 գրամ ու մենք պետք է բաժանենք, այսինքն ամեն մեկը 900 գրամ։ Նայեք խմորի մեջը, ինչպեսի սիրուն ծակոտիներ է եղել, նույնն էլ էս մեկը, ոնց որ շերտավոր խմորի նման լինի, դա ինչի է նպաստում է, որ մածունով գաթան, որ իրան ուտում եք, կնկատեք, իքս էս բարակ շերտեր է իրան մեջ պարունակելու, շատ լավն է լինելու։ Հիմա տեսնենք, թե
մոտավորապես կիսել եմ, ինչքան եմ կիսել, ու մի 40 գրամ եմ շփոթվել, 940 գրամ է կազմում, ոչինչ, փոկում ենք, մի փոճուր ավելացնում ենք մյուսին եւ այսպես իրան, այսպես անում ենք սենց գնդեր, դնում ենք, նույնը հետ մեկը, այսպես դնում ենք, ծածկում ենք եւ թողնում ենք 10 րոպե, որպեսզի խմորը հանգստանա, հետո կվերադառնանք ու ես կպատմեմ ինչպես ենք անում։ Ահա անցավ 5 րոպեն, ես նորից եմ իրան հունցում, ասեմ, որ խմորի էլաստիկությունը շատ կարևոր է, սիրելիներս, խմորի ճիշտ օգտագործումը, ճիշտ ժամանակին օգտագործումը, պետք չէ ոչ մի բանի համար վռազել, եթե վռազենք կամ ինչ-որ մի բան արագ պատրաստենք, հաստատ չի լինելու, ամեն ինչը, ամեն բանը ունի իր ժամանակը և պետք է ժամանակով շարժվել, այսպես եթե նկատեցիք երկրորդ գունդը ավելի ինքը էլաստիկ եղավ և ավելի սիրուն տեսք ունի, այսինքն դա նշանակում է, որ խմորը արդեն հավաքվում է և սիրուն տեսք է ստանում, կհանդիպենք 5 րոպեից և ես արդեն կբացեմ մեր գաթան ու ցույց կտամ ինչպես եմ կտրում։ Ահա հանգստացավ մեր խմորը, այս անգամ ալյուր ենք օգտագործելու իրան բացելու համար, չեմ ասի էլի շատ քիչ ալյուրով եմ, ես ընդհանրապես ինչ էլ որ անում եմ, սիրում եմ շատ քիչ ալյուր օգտագործել, չեմ սիրում եմ, որ ալյուրոտ է լինում, սենց թափ են տալի ալյուրը, չեմ սիրում, ասեմ, որ ալյուրը հենց ինքը կարկանդակների տեսքը փչացնում է, եթե ալյուրոտ է լինում, ինքը խամրած տեսք է ունենում, դա շատ կարևոր է, իսկ եթե ինքը շատ քիչ ալյուր է պարունակում, իր տեսքը լինում է շատ փայլուն, սիրուն, համար ես աշխատում եմ շատ քիչ ալյուր օգտագործել, ճիշտ է, մի քիչ դժվար է առանց ալյուրի կամ քիչ ալյուրով աշխատելը, բայց ես արդեն իսկ այդպես եմ սովորել, սովորելու վրա եմ, կարող եք փորձել ու հաստատ կտեսնեք, որ ես ճիշտ եմ ասում, դա էլ մի հատ մեծ խորհուրդ է իմ կողմից ձեզ։ Մածունով գաթայի խմորը ասեմ, լինի մի քիչ պինդ, պետք չի, որ ինքը լինի թույլ, պետք է լինի պինդ, պինդո ավելի ինքը լավն է լինում, կաց թույլը, թույլի դեպքում տարածվելու է սինի մեջ, լավ չի լինելու արդյունքը, պինդը ավելի լավ է ստացվում, հիմա հեսա ցույց տամ, թե ես ինչպես եմ փաթաթում մածունով գաթան, շուռ եմ տալի թաց երեսը, որ ընկնի խորիզը, ալյուրոտ երեսը թող լինի տակը, որպեսզի չխանգարի, իսկ թաց երեսը ես միշտ հանում եմ վերև, որտեղ որ պետք է խորիզ լցնեմ, այսպես բացում եմ և սկսում եմ տեղադրել խորիզը, դուք կարող եք խմորը ուղղել, համաչափ սարքել, ձեզ ոնց հարմար է, ինքը սիրուն տեսանա, ձեռքերով կարող եք անել։ Հիմա ավելացնում եմ խորիզը, սկզբում ես վերցնում եմ մի բուռ, սկսում եմ տարածել, որ հասկանամ, թե խորիզը արդեն իսկ հերիք է, ես դրա համար սկզբից վերցնում եմ մի բուռ, սկսում եմ տարածել, եթե ավելա հեռացնում եմ, եթե պակասը նորից եմ ավելացնում, ինձ թվում է, որ ոչ թե թվում է, այլ մեկ բուռը լրիվ բավական է մածունով գաթայի այս մի շերտի համար, տեսեք, ամբողջ ուղղությունները տարած ամբողջ տեղերում խորիզ կա, ինչու այս հատվածում խորիզ չեմ արել, այս հատվածում չեմ արել, թողել եմ այս մասերը, ասեմ ինչու, եթե մենք խորիզը տարածենք բերենք իր բոլոր ծայրամասերը, պտտելու ընթացքում խորիզը գալու է ինքը դուրս կթափվի ու լավ արդյունք չենք ստանալու, դրա համար ես միշտ բաց եմ թողում այս տարածքները, նայ, ծալում եմ, որպեսզի խորիզը մնա մեջը, ծալում եմ, նույնը անում եմ այս մյուսը, ծալում եմ, այստեղ էլ եմ թողնում, որպեսզի մեր խմորը գա, խմորը խմորին, ինքը կպնի, ոչ թե խորիզը գա խորիզին, բնականաբար չի կպնելու, ու սկսում եմ փաթաթել, այսպես ռուլետի նման մանր պտտելով, մանր,
Ինչքան դուք մածունով գաթան պտտեք մանր եւ ձիգ ամուր սեղմելով, այնքան գեղեցիկ շերտեր կունենաք։ Երբ որ կտրեք դանակով թխված արդեն վիճակում գաթան, կտեսնեք, թե ինքը ինչքան բազմաշերտ է։ Դա լինում է այսպես պինդ եւ ձիգ իրան պտտելու արդյունքում։ Գալիս ենք վերջում արդեն պտտելով, հասնում ենք արդեն այստեղ, պետք է խորիշ չլինի։ Եթե պտտելու ընթացքում նկատում եք, որ խմոր այս արանքից դուրս գալիս, մատքով ներս մտցրեք, այսպես։ Եք մեջը ոչ մի խնդիր չի առաջանա։ Պտտեցինք։ Եկավ նայեք խմորը խմորին, որը նպաստում է խմորի արագ կպնելուն, չի թափվում։ Կպավ։ Ես sense մի փոքր ալյուր եմ անում, թեքությամբ, որովհետև ուղիղ ոլմա կտրվածքը չեմ կարում նորմալ, իսկ թեքությամբ դու կարում ես իրան թեքությամբ կտրել։ Տեղափոխում եմ, այսպես հարվածներ եմ անում կամած, որպեսզի տակը մի փոքր էլ կպնի, կպելա, սկսում եմ գրտնակով էլի ուղղել, հարթացնելու համար, տեսքի համար, ուղղեցի, վերջացրեցի, արդեն սկսում եմ կտրել։ Կտրում եմ մեր հին հայկական ավանդական ուզորով, ասեմ, եթե դուք տանն ունեք մեր հին ժամանակների այս կտրիչներից, իմ այս տեսակը չի էլի, իսենց երկար ինքը երկաթի սենց ոչ մի բան չկար իրան պահող, այդ կտրիչները շատ լավ են կտրում ու ուզորը շատ լավ են պահում։ Ես ինչքան է փորձում եմ սրանցով կտրել, այդ ձևի ուզորը չի պահում, ոնց որ նրանով։ Դուք կարող եք կտրել ըստ ձեր ուզած չափի։ Չափը արդեն դուք եք որոշում, թե ինչ չափի եք կտրելու։ Դե ես խանութում վաճառելու համար ընտրում եմ միջին չափը, որպեսզի մեր հաճախորդներին էլ հասանելի լինի, այսինքն ես վաճառում եմ կիլոգրամով, կիլոգրամը իմ մոտ վաճառում եմ 1800 դրամ 1 կիլոգրամը, որպեսզի մարդկանց համար էլ հասանելի լինի, փոքրիկ չափ է գալիս ու նորմալ, բավականին կիլոգրամի մեջ գաթա է պարունակում։ Այսպես կտրում վերջացնում եմ և տեղափոխում, այսպես տեղափոխում եմ սինիի մեջ, ես նախորդ վիդեոյին նշեցի, որ կողքերը չդնեք, դրեք մեջտեղի հատված, ինքը ինչքան գտնվում է մեջտեղի հատված, այնքան լավ, նայեք թե ինչ ձև է կպել, ոչ մի խորիշ չի թափվում, այսպես կարող եմ իրան այսպես շրջել, ոչ մի խորիշ չի թափվում, դա այն արդյունքն էլ է, որ դուք ալյուրով էլ եք քիչ աշխատում, պինդ եք սեղմում իրան բացելուց, այդ պատճառով էլ շատ համասեղ զանգված է ստացվում։ Տեղափոխում ենք և թողելու ենք 15 րոպե, որպեսզի խմորը հանգստանա, նոր դնելու ենք ջեռոցում թխվելու։ Շարունակում ենք մյուս գունդը նույն ձևով։ Անցավ 15 րոպե, մեր կտրվածքը գաթան, որ կտրել ենք եկեղեցի, արդեն բավականին հանգստացել է և ես պետք է արդեն ձուն։ Ես սիրելիներս ձուն չեմ, ամբողջական ձուն, երեսին չեմ քսում, օգտագործում եմ ձվի դեղնուցը, ասեմ ինչու ձվի դեղնուցը, ձվի դեղնուցը ինքը շատ յուրահատուկ տեսք է տալիս գաթայի վրա, ունենում է սենց սիրուն կարմիր գույն, իսկ եթե ձուն ամբողջական քսում ես, ինքը դեղինին է խփում գույնը, որը տեսքը սիրուն չի լինում, ես օգտագործելու եմ 3 հատ կամ 2 հատ ձվի դեղնուց, ինչքան որ կպահանջի, հիմա այս պահին սպիտակուցը առանձնացնում եմ, ասեմ, որ ես սպիտակուցներն էլ եմ օգտագործում, ոնց եմ օգտագործում, շերտավոր խմորն էլ ես անում ձվի դեղնուցով, ինչքան որ ես սպիտակուցներն առանձնացնում եմ ու պահում եմ սառնարանում, ապա ես դա օգտագործում եմ, պատրաստում եմ զեֆիրներ, բեզեներ, տարբեր ձևի, լինի սպիտակուցով զեֆիրներ, լինի ինքը կիլոգրամով, լինի հատիկով և վաճառում եմ իմ խանութում։ Դա էլ շատ լավ մեծ տարում ունի, ես մի օր ձեզ ցույց կտամ, թե ինչպես եմ պատրաստում բեզե,
թե լստով, թե հատիկավոր, կարող ասեք բեզեն ինքը շաքարաբազով, բայց ոչ, բոլորը իր չափաբաժիններն ունի բեզեն պատրաստելու համար գրամ առ գրամ, որը կարևոր է եւ բեզեն հենց ինքը անա լինում, սպիտակա լինում, հոտ ու համ չի ունենում, դա արդեն մի ուրիշ անգամ ես ձեզ կպատմեմ, հիմա այսպես հարում եմ եւ ավելացնում եմ մի պուճուր ձեթ, հեսա ձեթը բերեմ, ավելացնում եմ այսպես մի քանի կաթիլ ձեթ, ձեթը ինքը երեսը շատ փայլուն է լինում, ու գեղեցիկ է նայվում, այսպես հարում եմ, սկսում եմ երեսը ձուկսել, շերտավոր գաթայի ժամանակը հիշեք, որ ասում էի ձուն պետք չի, որ տենց, այ հիմա մածունով գաթայի ժամանակ հենց այդպես է պետք անեն, ամենայն բանը մանրուքներով պետք է կսվի, որպեսզի բոլոր տեղերն է սիրուն կարմիր տեսք ստանա թխվելուց հետո, անպայման գեղեցիկ սիրուն կսում ենք բոլոր անկյուններով ու ծայրերով, բոլոր տեղերով։ Վերջ տեղը փոխում եմ ջեռոցը 200 աստիճանի տակ։ Մոտ 15-ից 20 րոպեվա ընթացքում պատրաստ կլինի։ Ահա թխեցի եւ վերջացրեցի մեր հայկական ավանդական մածունով գաթան։ Ահա այսպիսի տեսք ունի, նայեք։ Բոլոր կողմերով ես ցուցադրում եմ, տեսեք թե ինչքան լավ ու հիանալի տեսք ունի, համի մասին էլ խոսք չկա, պետք է անպայման փորձեք եւ կհամոզվեք, որ իրոք այդպես է։ Շատ լավն է, ինքը նայեք, շերտերը ինչքան բազմազան են, շատ շերտեր ունի ինքը, ու ես այս պահին հեսա մի հատ կկտրեմ եւ մենք մեջն էլ կտեսնենք, թե ինչ տեսք ունի մեր մածունով գաթան։ Մեր մածունով գաթան նայեք, ունի այսպիսի բազմային շերտեր, այս պահին ինքը տաք է, դաժե ոլորտին դուրս է գալիս, շատ լավն է ինքը։ Պետք է փորձեմ ուրեմն անպայման էլի, որովհետև վստահություն պետք է ձեզ ներշնչեմ, չէ՞, եթե ես ուտում եմ իմ պատրաստածը, ուրեմն կուտեմ մյուսները, անպայման ուտում եմ, անմահական, ու ինքը խրխրթանել է, ուտոցը մի բաց ես խրխրթան շատ լավն է իրոք, սիրելիներս, մեծ սիրով, մեծ հաճույքով եմ ներկայացնում իմ բոլոր բաղադրատոմսերը, առանց որևիցե գաղտնիքների։ Փորձեք ու կհամոզվեք, որ այդպես է։ Ձեր հետ կուհարներ, բայ։